Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է և ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ Նայիրի Սարգսյանին։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Սարգսյան, Հայաստանը ես եմ նախաձեռնությունը պատրաստվում է մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Ուզում եմ հասկանալ, որպես նորաստեղծ ուժ, որպես առանձին խաղացող եք պատրաստվում ներկայանալ ընտրություններին, թե դաշինքի կամ այլ համագործակցության ձևաչափ ունեք։ Հայաստանի ես եմ նախաձեռնությունը վերջին մի քանի ամիսներին հատկապես անընդհատ կրկնում է, որ ինքնանպատակ չի ընտրություններին մասնակցությունը եւ կարեւորագույն գերակա կարճաժամկետ խնդիր է հռչակել այս իշխանությունների փոփոխությունը եւ հեռացումը իշխանության ղեկից, որովհետեւ ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը տանում են անդունդից գլորելու ճանապարհով։ Հետեւաբար արկածախնդրություն կարող է լինել միանձնյա մասնակցությունը, միայնակ մասնակցությունը, որովհետեւ մենք ժամանակահատվածի ընթացքում անդադար ճապում էինք արկա վարկանիշը եւ գնահատում էինք վարկանիշի աճի պոտենցիալը։ Եվ հասել ենք արդեն վերջնական որոշման կայացման շեմին ու ժամանակահատվածին, մի քանի օրվա ընթացքում կունենանք վերջնական գնահատականը եւ կհայտարարենք եւ հակված ենք մասնակցել դաշինքային ձևաչափով, ընդ որում ի սկզբանե պլանավորում էինք լայն կոնսոլիդացիայի ձևաչափով, սակայն կարծես թե լայն կոնսոլիդացիա չի ստացվում, բայց այնուամենայնիվ հաջողակ կոնսոլիդացիայի կարող ենք հասնել։ Կան որոշակի ուժեր, որոնց հետ պատկերացնում եք ձեր աշխատանքը։ Բանակցությունների մեջ ենք, առաջիկա մի քանի օրը, եթե արդեն կունենանք ընդհանուր հայտարար, անպայման կհայտարարենք այդ մասին։ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը ծրագրային դրույթներում ասում է, որ պետք է եսից անցնենք մենքի, հաշվի առնելով ներկա իրավիճակը, եւ հասարակությունն է կարծես պառակտված, երբ քաղաքական դաշտը, ինչի շուրջ այսօրվա հասարակությունը կարող է համախմբվել եւ արդյոք սա իրատեսական գաղափար է։ Գիտեք, հասարակությունը պառակտված չի, հասարակությանը պառակտել են։ Հասարակությունը համախմբված է, բայց տարբեր ուժեր անդադար պառակտում են հասարակությանը, սա է խնդիրը։ Եվ հասել է պառակտում այն աստիճանի, որ հասարակության մի հատված ատում է ուղակի ռուսամետներին, մի հատված արևմտամետներին, հաջորդ հատվածը եվրոպամետներին, նույնիսկ հավասարակշռող մոտեցումներ ունեցողներին ատողներ կան։ Եվ դա բոլորը գալիս է գործիչների ուժերի տրված մեսիջներից, եւ դա գալիս է իշխանություններից հատկապես, հետեւաբար մենքի գաղափարախոսությունը այստեղ յուրաքանչյուր անձի նույնականացումն է Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի հետ ընդհանուր որպես գաղափարաբանություն, ինչից հենց ծնվել է Հայաստանի ես եմ անվանումը, եթե անձը իրեն չնույնականացրեց Հայաստանի հետ, ապա որևէ կոնսոլիդացիա մենք այլևս չենք պատկերացնում։ Նախաձեռնության ծրագրային դրույթներից խոսենք, Հայաստանը ես եմ նախաձեռնության ծրագրում կարդում ենք, ես մեջբերեմ, արժանապատիվ բարեկեցիկ եւ անվտանգ կյանք։ Իշխանությունն ասում է, իրենք այդ քայլերն արդեն անում են, օրինակ բանակցում են խաղաղության շուրջ Ադրբեջանի հետ, առողջապահության ապահովագրության համակարգ են ներդրում, թոշակներ են բարձրացնում, ձեր ծրագրերը ինչով են այլընտրանք իշխանության ծրագրերին։ Հայաստանի ես եմ նախաձեռնության ծրագրի հիմքը իրատեսականությունն է, պրոֆեսիոնալիզմն է, հետևողականությունն է եւ տարբերությունն ակնհայտ է մեր ծրագրերի, որոնք որ գնահատված են գիտական աշխատանքի մակարդակում։ Այսինքն գիտականորեն ապացուցված է իրատեսական է այս ծրագիրը թե ոչ, պրակտիկայում կիրառված, փորձարկված է իրատեսական է թե ոչ։ Մի հետաքրքիր այսպես համեմատություն անեմ, հա, իշխանությունը վերջերս հրապարակեց Հայաստանի տնտեսական զարգացման դոկտրինը առաջիկա տասնյակ տարիների համար 42 էջ։ Միայն իմ գիտական աշխատանքը, տնտեսագիտության դոկտորական աշխատանքը, որը հիմք է հանդիսացել Հայաստանի ԵՍՄ-ի ծրագրային դրույթների գրման համար, 700 էջի սահմաններում է։ Այսինքն ընդգրկած է բոլոր ոլորտների իր մեջ, ընդգրկել է բոլոր սոցիալական խավերին իր մեջ։ Օրինակ, վերջերս մենք հրապարակեցինք կարճոլովակ թոշակառուների թոշակի բարձրացման վերաբերյալ։ Մենք տրամադրում ենք ինչ ենք սահմանում նպատակը եւ ինչպես ենք դա պատկերացնում ճանապարհային քարտեզը։ Արդեն երրորդ փուլում պետք է ներկայացնենք դերակատարներին, ովքեր դա կարող են իրականացնել։ Հիմա եթե իշխանությունների ծրագրերին այսպես տեսնենք, վերջերս նամանավանդ կենսաթոշակի հարցը տարբեր հարթակներից շատ էր բարձրաձայնվում եւ իշխանությունները հատկապես ասում էին որտեղից բարձրացնենք, մենք դրանց տվեցինք լուծումը, ձևաչափը, թե որտեղից հնարավոր է բարձրացնել։ Ինչու չեն բարձրացրել։ Այսինքն ըստ մեր հրապարակումների տարեկան 800 միլիարդ դրամի չափով կորուստ է լինում Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ բաց թողնված եկամուտ է համարվում։ Ինչու այդ եկամուտները
չեն վերականգնում բյուջե, ինչու չեն օպտիմալ ծախսերի պլանավորում եւ կառավարում իրականացնում, որպեսզի հնարավոր լինի բոլոր սոցիալական խավերի պահանջմունքները բավարարել։ Հայաստան ես եմ նախաձեռնություն 2025 թվականին պաշտոնական նամակով դիմեց կառավարությանի եւ կառավարության առընթեր մարմիններին եւ կառավարության անդամ մարմիններին, այսինքն նախարարություններին, այդ թվում ազգային ժողովի մշտական հանձնաժողովին, որտեղ որ բիզնեսի վրա անհարկի քրեական գործեր հարուցելու արատավոր պրակտիկային փորձում ենք վերջ տանք, այսինքն այնտեղ 10 միլիոն դրամ շեմ է սահմանած, եթե հարկային իրավախախտում 10 միլիոն դրամ շեմը գերազանցում է, ապա քրեական պատասխանատվության են ենթարկում կազմակերպության ղեկավար կազմը։ Մենք առաջարկում ենք շեմը սահմանել 50 միլիոն դրամ, կառավարությունից ունենք պաշտոնական նամակագրությունը, որ նպատակահարմար չենք գտնում այդ փոփոխությունն իրականացնելու, նախորդ կառավարության նիստի ժամանակ ընդունվեց 1-ին 1, ինչպես որ մենք նկարագրում էինք, այդ նույն ձևաչափով ընդունվեց 50 միլիոն դրամ շեմ դարձնելու որոշումը։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Մենք գիտենք խնդիրը, ախտորոշել ենք, մենք գիտենք լուծումը, այդ թվում մենք չենք գնում քաղաքական մանիպուլյացիաների եւ պահում ենք խնդիրների լուծումները, որպեսզի ընտրարշավի ժամանակ բացահայտենք, ոչ։ Մեր խնդիրը րոպե առաջ, օր առաջ Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների խնդիրների կարգավորումն է։ Նամակով դիմում ենք, այնուհետև հանրային ճնշում ենք գործադրում կառավարության վրա, որպեսզի ստիպենք նրանց աշխատեն։ Բայց ստացվում է իշխանությունը ականջալուր եղավ ձեր պնդումներին։ Պնդումների մի մասին ականջալուր է լինում, մի մասին քաղաքական նպատակահարմարությունից ելներով է ականջալուր լինում, հաջորդներին, որոնք որ շատ ավելի կարևոր են եւ կենսական նշանակության են, ականջալուր չեն լինում։ Օրինակ մեր ծրագրային դրույթներից հետեւյալը համադրենք միմյանց հետ ինչ ենք առաջարկում եւ ինչ ենք նաեւ բացահայտ իրենց առաջարկել։ Մենք ասում ենք Հայաստանի տնտեսության զարգացման եւ իրական դիվերսիֆիկացիայի ապահովման համար անհրաժեշտ է բոլոր դեսպանատներին կից ստեղծել առևտրային կցորդների ինստիտուտն էլ։ Պաշտոնական նամակով դիմել ենք, էկոնոմիկայի նախարարությունը հետ է պատասխանել մեզ, ասում է շնորհակալություն ենք հայտնում, ձեր շատ լավ, այսպես գաղափար եք ասում եւ այլն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մինչև հիմա Հայաստանը ունի 100 երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն, ընդամենը 2 երկրում ունի առևտրային ներկայացուցչություն։ Ինչ է սա նշանակում, որ ընդամենը կառավարությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, չպատկերացնելով անգամ դիվերսիֆիկացիան ինչպես են ապահովում, մենք լուծումները ունենք, թե դիվերսիֆիկացիան ինչպես են ապահովում առանց պետական բյուջեի վրա բեռ դառնալու։ Օրինակ, եթե մենք սկսում ենք ակտիվ համագործակցություն Սփյուռքի հայ համայնքների հետ, ընդ որում եւ ուղղահայաց եւ հորիզոնական ձևաչափերով, ապա մենք ցանկացած երկրում, որտեղ ունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կարող ենք տեղի գործարար համայնքի հայ ներկայացուցիչներից իրենց հաշվին, ընդ որում մենք որոշակի երկրների, որոշակի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ արդեն այդ պայմանավորվածությունները ունենք, խոսել ենք մարդկանց հետ։ Իրենք պատրաստ են անվճար գրասենյակի տարած հատկացնեն, անվճար իրենց կապերը տրամադրեն եւ փոխշահավետ գործողություններ իրականացնեն։ Դրա հաջորդ, այսպես տրամաբանական զարգացումը մենք առաջարկել ենք իրական հեղափոխական, որովհետեւ բոլոր բառերը այս իշխանությունը փչացրել է իրական հեղափոխական կոնցեպտ, հորիզոնական հայկական պետության ստեղծում։ Ինչ է սա նշանակում։ Սփյուռքի հորիզոնական այդ թվում համագործակցություն։ Պատկերացրեք Ամերիկա-հայություն եւ Ռուսա-հայություն, այլ բոլոր երկրները այսպես չթվարկեմ։ Եթե մենք կարողանում ենք Հայաստանը որպես Հայաստանի Հանրապետությունը որպես կենտրոնաձի կառավարող օղակ մարմին, բոլոր այդ կապերով փոխանակվի եւ անընդհատ նրանց հարաբերությունների ներդաշնակեցում կապերի փոխարինում իրականացնի, նրանք միմյանց հետ սկսեն առևտրային գործունեություն ծավալել աշխարհի տարբեր երկրներում եւ յուրաքանչյուր գործարքից պայմանականորեն 1% փոխանցեն Հայաստանի Հանրապետության բյուջե։ Ինչ է սա մեզ տալիս։ Հզոր հայկական համայնք, հայկական ինքնության մշակույթի ամբողջ աշխարհում տարածում, պետական բյուջեի եկամուտների էականորեն ավելացում եւ հայ ձայնի եւ Հայաստանի ձայնի աշխարհում բավականին բարձր տոնայնության ապահովում։ Եվս մեկ ծրագրային տարբերության մասին, որը ձեր գործընկերներից մեկը օրեր առաջ հայտարարեց, ասում եք, որ սահմանադրության փոփոխության մասին, Հայաստանի սահմանադրության փոփոխությունը միակողմանի պետք է չլինի եւ նույնը պետք է հայելային արտացոլվի նաեւ Ադրբեջանի մայրօրենքում։ Արդյոք ստեղծված աշխարհակաղակական եւ տարածաշրջանային այս ֆոնին դա հնարավոր է իրականացնել։ Այո, հնարավոր է իրականացնել ու նույնիսկ հակառակը անհնար է իրականացնել, որովհետև հայ ժողովուրդը ես վստահություն ունեմ, որ չի գնալու եւ քվեարկի այն սահմանադրության օգտին, որը պարտադրում է Ալիևը։ Հայաստանի սահմանադրության նշмарվող ամենայն դեպս դրույթները անկարելի է փոփոխության ենթարկել մի պարզ պատճառաբանությամբ։ Մենք բավականին երկար ժամանակ արդեն խոսում ենք, որ իշխանությունները սկսել են Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման գործընթաց եւ նույնիսկ ապամոնտաժման
փուլը արդեն հասունացավ եւ հասավ մինչեւ լուծարման գործընթացին եւ լուծարային գործընթացի մեկնարկը հենց տրվում է սահմանադրության փոփոխությամբ։ Ինչ է սա նշանակում։ Սահմանադրության նախաբանի հղումը անկախության հռչակագրին սա նշանակում է Հայաստանի ծննդյան իրավունքը, այսինքն ծննդական փաստաթուղթը։ Իշխանությունն ասում է նախնական տեքստում անկախության հռչակագրին հղում չի եղել, դա հետո է ավելացվել։ Իշխանությունը չգիտեմ ինչ է ասում, որովհետև իշխանությունների ցանկացած ասած նախ պետք է հասկանալ տրամագծորեն հակառակը, որովհետև իշխանությունը ինչ ցանկանում ասում է, չի կրում պատասխանատվությունն ասացի համար, իմիջայլոց շեղվեմ թեմայից, այդ թվում ծրագրային դրույթների մեջ ներառված է մեզ պետական պաշտոնյայի անձնական պատասխանատվության ինստիտուտ։ Ոչ թե պետական պաշտոնյան անընդհատ հայտարարի, գործողություններ կատարի, գործողություններով վնասի Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին եւ պատասխանատվություն չկրի։ Դրանից հետո այդպիսի հայտարարությունները կնվազեն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության գոյության լեգիտիմ հիմքը դա ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը հռչակված է անկախության հռչակագրում։ Եթե մենք հղումը հանում ենք, եթե մենք անկախության հռչակագիրը փաստացի չենք ճանաչում, նշանակում է մենք չենք ճանաչում Հայաստանի ծննդյան, Հայաստանի գոյության լեգիտիմ հիմքը։ Ինչ ենք անելու այդ ժամանակ։ Ընդ որում դա իրականացնում ենք մի ժամանակահատվածում, երբ որ աշխարհը ամբողջ եւ տարածաշրջանը գտնում է турբուլենտության մեջ եւ վաղուց աշխարհում իրավունքի ուժը տրանսֆորմացվել է ուժի իրավունքի։ Նոր աշխարհակարգ պետք է ձևավորվի եւ նոր աշխարհակարգում մենք եղածն էլ փլուզում ենք եւ չգիտենք այլևս տեղ կունենանք, թե չէ թե որևէ երկիր, որը նախկինում Հայաստանի Հանրապետությանը գրավել էր, կգա եւ կասի, գիտես, տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով Հայաստանի Հանրապետությունը իմ պետության մի մասնիկն է հանդիսանում։ Իսկ եթե չլինի Բաքուն նոր սադրանք ձեռնարկի Հայաստանի դեմ։ Բաքուն չի կարող նոր սադրանք ձեռնարկել, որովհետև այսպես նկարագրեմ։ Մեր իշխանապողությունից հետո, մեր կողմից եթե տեղի ունենա իշխանապողությունից հետո անմիջապես անվտանգային ճարտարապետության կառուցումով պայմանավորված Բաքուն ուղղակի չի կարող դա իրականացնել։ Առաջին, որովհետև կհասկանա, որ արժանի հակահարված է ստանալու եւ շատ ավելի կորուստներ է ունենալու, ավելի լավ է չհարցակվելու որոշում կայացնի, գումարած տարածաշրջանային եւ գեոպոլիտիկ կենտրոնների հետ պետք է ստանա համաձայնություններ։ Այսինքն այս երկու զսպող, եթե իրենք չլինեն սեպտեմբերի պատերազմը վստահեցնում եմ իշխանությունը ուղղակի ստում է, այդպիսի բան չի կարող լինել, այսինքն եթե իրենք մնան իշխանության, այո, հավանական է դա, որ կան որոշակի պայմանավորվածության, որոշակի տարածքների զիջման վերաբերյալ, Հայաստանի ներուժը ընդհանրապես տուգանելու վերաբերյալ, Հայաստանի դիմադրողականությունը ջարդելու վերաբերյալ, այո, հնարավոր է։ Տեխնոկրատ, արժանապատիվ հայրենասեր իշխանության առկայության պարագայում Բաքուն նույնիսկ մտքի ծայրով չի կարող անցկացնել հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Ու եւս մեկ անգամ հիմքերը նշեմ ինչից ելնելով։ Հայաստանի պաշտպանական ներուժի վերականգնման պարագայում ինքը կհասկանա, կգիտակցի, սթափ հաշվարկներ կիրականացնի, որ անիրատեսական են նրա ցանկությունները, եւ երկրորդ չի կարող ստանալ գեոպոլիտիկ կենտրոնի եւ տարածաշրջանային խաղացողների համաձայնությունները։ Բայց տեսեք, պարոն Սարգսյան, իշխանությունն ասում է, որ այս պնդումը անելուց հետո հիշեցնում են նաեւ Արցախում 2023-ին տեղի ունեցածը։ Ասում են իհարկե post factum, բայց ժամանակին զգուշացրել էին, որ Արցախի իշխանությունը չգնա այդ ճանապարհով եւ եղավ 2023-ի սեպտեմբերի պատերազմը ու Արցախը հայաթափվեց։ Եթե Հայաստանում իշխանապողություն լինի եւ նոր պատերազմ լինի, ինչ ենք անելու։ Տեսեք, նախ իշխանությունը Արցախի դեպքը աղավաղված է ներկայացնում, որովհետեւ իշխանությունն է Պրահայում ճանաչել Արցախի Ադրբեջանի կազմ լինելիությունը։ Նման հայտարարությունից հետո դրան պետք է հաջորդեին տրամաբանական շարունակություններ։ Օրինակ, պահանջներից մեկը հետևյալն էր. Արցախահայությունը պետք է ստանա ադրբեջանական անձնագիր։ Եթե Արցախի անվտանգության երաշխավորը գնում Պրահայում հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի տեղի բնակության Ադրբեջանի անձնագրերի ստացումը, ճիշտ է։ Իհարկե մեր արժանապատիվ հայրենիակիցները հրաժարվում են ստանալ, այնուհետև տեղի ունենում հայաթափում, տեղի ունենում էթնիկ զտում եւ Արցախահայությունը գաղթում է Հայաստանի Հանրապետություն։ Սա որևէ կերպ կապված չէ գեոպոլիտիկ կենտրոնների, տարածաշրջանային տերությունների կամքի կամ նրանց հետ պայմանավորվածությունների հետ։ Սա բացառապես, ընդ որում դրանից առաջ էլ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների համար անհրաժեշտ չեն միջնորդներ եւ երրորդ կամ երաշխավոր կողմեր, սա բացառապես երկկողմ բանակցության արդյունք է եղել եւ
ամենայն հավանականությամբ համաձայնություն է եղել։ Հետևաբար Արցախի էթնիկ զտումը եւ հայաթափումը կապել Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետության հետ սա անհամադրելի ու անհամատեղելի երևույթներ են։ Տարածաշրջանը այնքան էլ հանգիստ չէ, հաշվի առնելով Միացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել այս պատերազմը եւ Միացյալ Նահանգներից նաև հայտարարում են, որ եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից, հաջորդ հարվածը լինելու են էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Իրանի հետ գործակցում է գազ հոսանքի դիմաց ծրագրով, արդյոք այստեղ Հայաստանը էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չի ունենա։ Տեսեք, Հայաստանի էներգոհամակարգը որոշակի ներդաշնակեցում ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այո, էներգետիկ համակարգի վնասումը կարող է շղթայական ռեակցիայով ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության վրա, ինչը Հայաստանում կարող է հանգեցնել էներգետիկ ճգնաժամի ընդհուպ մինչև համատարած սովի։ Դրանք ռիսկեր են, որոնք որ պետք է անդադ գնահատել, բայց ի պատիվ Իրանի Իսլամական Հանրապետության կարողանում է այնպիսի հռետորաբանություն եւ իրատեսական, այսպես հակադրություններ եւ հակամեկնաբանություններ իրականացնել, որը զսպում է Ամերիկայի Միացյալ Նահանգների այդպիսի ցանկությունները։ Հետևաբար այստեղ ոչ թե կախված ենք Հայաստանի իշխանությունների գործողություններից, այլ դեռևս կախվածությունը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների գործողություններն են, որի պատիվ իրենց բավականին դրական արդյունք են արձանագրում։ Հայաստանի տնտեսական վիճակի մասին խոսենք։ Ես օրերս համացանցում մի հրապարակում կարդացի, որ ասում են մասնագետները, որ տնտեսվարողները սկսել են միմյանց չվճարել եւ այսպես ասած պարտքեր են կուտակվում եւ փոխանակ բիզնեսները զարգանան, այդ տնտեսվարողները ստիպված վարկ են վերցնում պարտքերը մարելու համար։ Եվ արտաքին հայացքից ինչ որ շղարշ է նկատվում տնտեսական էֆեկտի։ Կա նման բան։ Շատ լավ հարցադրում արեցիք, որովհետև իրականում Հայաստանի, այսպես ասած, որ հաճախ խոսում ենք Հայաստանի տնտեսական փուչիկի մասին, հիմնակարերից մեկն է ձեր նկարագրած իրավիճակն։ Տեսեք ինչպես է տեղի ունենում տնտեսական շարժ ընդհանրապես։ Տեղի ունեն ապրանքի մատակարարում կամ ծառայության մատուցում, այնուհետև անմիջապես պետք է դրան հաջորդի դրամական միջոցների փոխանցումները։ Ապրանքի մատակարարում ըստ էության կա Հայաստանի Հանրապետությունում, ծառայության մատուցումը կա, բայց որևէ մեկի մոտ փող չկա։ Ինչից է սա գալիս, որովհետև խոշոր խաղացողները, տեսեք, տնտեսագիտության մեջ այսպիսի երևույթ կա, ձրի փող չկա արտահայտություն։ Խոշոր խաղացողները, երբ որ ապրանքների ձեռքբերումներ են իրականացնում, սահմանում են ժամկետներ, օրինակ 60-օրյա ժամկետում վճարումներ իրականացում, 90-օրյա ժամկետում վճարումներ իրականացնում։ Քանի որ նրանք շուկայի հիմնական սպառողներն են, հետևաբար մատակարարող կողմը ստիպված ենթարկվում է այդպիսի խաղի կանոնների։ Նման պարագայում ուրիշի փողը, այսինքն գործընկերոջ փողը տնօրինել անվճար 0% տոկոսադրույքով, սա ամենաշահութաբեր երևույթն է բիզնես աշխարհում ընդհանրապես։ Դրա փոխարեն պետք է գնար եւ բանկից վարկ վերցներ, չէ՞։ Մենք ինչ ենք առաջարկում սա որպես ծրագրային դրույթ։ Օրենքով ամրագրել պարտադիր շատ էժան տոկոսադրույքով ֆակտորինգային համակարգի ներդրում, որը պայմանականորեն 15-օրյա ժամկետում, 1 ամսյա ժամկետում, եթե ձեռքբերող կողմը վճարում չիրականացրեց, բանկին իրավունք է վերապահվում նրա հաշիվներից կամ բանկային միջոցներից ի հաշիվ տնտեսվարողի, ով որ պետք է վճարումը կատարի, փոխանցում կատարի մատակարար կազմակերպություններին կամ ծառայություն մատուցող կազմակերպություններին։ 5 րոպեի խնդիր է ընդամենը որոշումը կայացնելը, մի քանի օրվա ընթացքում ադապտացնելը, ծրագիրը ներդնելը եւ սկսի բիզնեսը շնչել, որովհետեւ նման իրավակարգավորման պայմաններում բացառապես խոշոր խաղացողներն են կարողանում դիմակայել, մանր, միջին եւ միկրո բիզնեսները ուղղակի տապալման եզրին են Հայաստանում այսօր։ Եվս մեկ կարևոր դրույթի մասին եմ ուզում խոսենք, դուք դեռ անցյալ տարվանից սկսած քննադատում եք իշխանության այն մեթոդը, որ եկամուտները քաղաքացիները պարտադիր պետք է հայտարարեն։ Վերջերս փոխվեց խաղի կանոնները եւ մինչև 1 միլիոն դրամ միմյանց փոխանցելու դեպքում քաղաքացիների, ընտանիքի անդամներ եւ մի քանի խմբեր մինչև 1 միլիոն դրամ է սահմանված նախքին 300,000 դրամի փոխարեն։ Դուք բավարարված եք այս փոփոխությամբ, թե մնում եք ձեր նույն կարծիքին։ 300,000 դրամը 1 միլիոն դարձնել դեռևս չի նշանակում խնդիրը վերացնել։ Ինչ է սա նշանակում։ 1 միլիոն դրամ միմյանց միջև փոխանցումների իրականացումը հայտարարում են, որ չի հայտարարագրվում, բայց դա չի նշանակում, որ չի հարկվում, որpիսի գումարը անձանց բանկային հաշիվներին նստի եւ չհարկվի, սրա համար պետք է երկու պայման՝ կամ նվիրատվություն, կամ փոխառության տրամադրում։ Ընտանիքի անդամները միմյանց միջև անընդհատ
պետք է նշեն նպատակ բաժնում, պետք է շատ դեպքերում, եթե նշելու հնարավորություն չի ընձեռում, օրինակ քարտից քարտ փոխանցումների պարագայում, պետք է միմյանց հետ պայմանագրեր կազմեն։ Հակառակ դեպքում ցանկացած ըմբոստ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով իր անհամաձայնությունն է հայտնում կառավարության ցանկացած քաղաքականության վերաբերյալ, սա կդառնա մահակ եւ կգնան բոլոր այդպիսի փոխանցումների 20%-ները կհարկեն, տուժեր տուգանքներ կիրառեն, շատ դեպքերում նաեւ մենք դեմ հայտարարման ակցիայի ժամանակ նույնիսկ քրեական գործերի հարուցման այդպես հավանականությունն ենք նկարագրում։ Հետևաբար, որպիսի հայտարարման համակարգ ամբողջությամբ չեղարկվի, անհրաժեշտ է, որ այս իշխանությունը անցնի կենսաթոշակի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանը ԵՍ նախաձեռնության ղեկավար տնտեսագետ Նայիրի Սարգսյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։